Սիրելի հայրենակիցներ, քաղաքական պատուհասների կլուբը հանգիստ չի տալիս մեզ։ Ուրեմն ինչ ասում, այն նախկին կայաշնիկ, հիմա ազգային ժողովի մանդատակիր Արմեն, եթե չեմ սխալվում, Խաչատրյանը։ Ասում եմ, մենք պետք է խառնվենք այս գործերին, նկատի ունի եկեղեցու գործերին։ Որովհետև ասում եմ, մենք այս հասարակության հոգեկան առողջության պատասխանատուն ենք։ Ես հասկանում եմ, երիտասարդ, Օլիմպիադա է հայտարարված, ով ինչքան խորը կմտնի և ինչքան կհաճոյանա։ Բայց դուք հասկանում եք, սա ասում է ազգային ժողովի պատգամավորի մանդատ կրող անձը։ Բնական է, ինքը չի կարդացել Սահմանադրության 17-րդ հոդվածը, համաձայն որի պետությունը և կրոնական կազմակերպությունները անջատ են միմյանցից։ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա Խաչատրյան Արմեն, այ դժբախտ մանդատակիր, դու կարաս վկայակոչես սահմանադրության կամ որևէ այլ օրենքի մեջ մի հատ նորմ, որը թույլ է տալիս, որ դու մտնես եկեղեցու գործերի մեջ։ Արա լավ ամոթ է, այսքան անգրագետ, և քո նմանը գնացել է այսօր կնոպկայ է սխվում ու որոշում է գրագետների ճակատագիրը օրենքներ ընդունելով։ Քո ընդունած օրենքը ինչ պետք է լինի, որ դու խաբար չես, որ դու իրավունք չունես միջամտել եկեղեցու գործերին։ Ով ոնց կարում է հիմա դուրս է եկել եկեղեցու դեմ մի բանի համար, որ ոնց կարողանան հաճոյանալ իրանց ղեկավարին, ամենաշատը ով կարա հաճոյանա, ամենախորը ով կարա մտնի, ամոթ արա, մի քիչ ամոթ ունեցեք, որ դուք ձեր տուն եք գնում, չեք ամաչում ձեր տնեցիների երեսին նայելուց, անամոթներ, կամ ովը մենք պետք է խառնվենք, ով լուլուն պետք է խառնվի իմ հոգևոր դաստիարակությանը, հոգևոր առողջությանը, հոգեկան, թե բանը, Արփի Դավոյանը, դրանք պետք է խառնվեն մեր հոգեկան առողջությանը, պատասխանատուն լինեն մեր հոգեկան առողջության։ Արա գոնե որ մի բան ասում ես մտածի, ինչ ասեմ, դժբախտության մեջ ենք։